Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Գևորգ Գորգիսյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ պարոն Գորգիսյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գորգիսյան, հարցազրույցին պատրաստվելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին ընտրությունների ժամանակ տվյալները ընկան ձեռքիս տակ 18 թվականին Լուսավոր Հայաստան կուսակցությունը 6.37% է հավաքել, 21 թվականին այդ թիվը իջել է մինչև 1.22%, դա 15571 ձայն է ստացվում, գրեթե 80%-ով ընտրազանգվածը ձեզ մոտ անկում է ապրել։ Հիմա հետաքրքիր է դուք ինչ տրամաբանությամբ եւ ինչպես եք պատրաստվում հաղթահարել անցողիկ շեմը եւ արդյոք դա հավանական սցենար է, եթե մենք դիտարկում ենք օրինակ 18-ի տվյալը, հետո 21 թվականի տվյալը, հիմա արդեն առաջիկա 26 թվականի Անդրադառնանք 21-ի տվյալներին, իրականում 21 թվականին ընտրական շեմը հաղթահարել են երկու կուսակցություն՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանի ուժը անցել է ընդհանրապես իրավունքի ուժը, որտեղ ազգային ժողովում պետք է լինեն մինիմում 3 ուժ, այո։ Դա շատ սևեռացված նախընտրական քարոզարշավ էր եւ այդ պարագայում իրականում շատ դժվար էր ճեղքել դա եւ որևէ adekvat խոսք լսելի չէր լինում։ Բայց այն բոլոր դրույթները, որ մենք այն ժամանակ ասում էինք, մենք հավատում էինք դրան, ես վստահ եմ, որ դա ճիշտ է եւ իրականում մենք ճիշտ դուրս եկանք։ Մենք ասում էինք, եթե ազգային ժողովը լինի այդ կազմով, ամբողջ օրը լինելու է դավաճան, հողատու, թալանչի այդ երկխոսությունը ազգային ժողովում եւ փորձը ցույց տվեց, որ մենք չէինք սխալվում։ Ինչ ունենք այսօր, այդ օրվանից հետո մենք բավականին փորձ ենք ձեռք բերել եւ նույն վերջերս հրապարակված հարցումների արդյունքներով մենք արդեն անցողիկ շեմը հաղթահարում ենք։ Ինչ հարցումների մասն է խոսքը։ Գելափի, արդեն բավականին Հավաստի են ձեզ համար Գելափի հարցումները։ Եղածներից հավաստին են, այսպես ասենք, եւ նաեւ մեր շփումներով մարդկանց հետ սոցցանցերում արձագանքներից, մեր ելույթներին, մեր հրապարակումներին, այն օրվանից ինչ մենք հայտարարեցինք, որ այո մասնակցում ենք, դա էլ պետք է հաշվի առնել, որ մենք ամենավերջում հայտարարեցինք, որ մասնակցել ենք, բայց այսօրվա դրությամբ ես վստահ եմ, որ մենք 4%-ի շեմը հաղթահարել ենք, հիմա արդեն խոսքը գնում է, թե մենք քանի մանդատ կունենանք ազգային ժողովում եւ որևէ մտաբախություն չունենք մենք այդ հարցով։ Տեսեք, պարոն Գորգիսյան, այս ընտրություններում կան տարբեր ուժեր, բավականին շատ տասնյակից մոտ 20 ուժ, 19, 17, 19 ուժ կա։ Տարբեր կերպ են ամեն մեկը ցանկանում իր խնդիրը առաջ տանել։ Կա քաղաքական ուժ, որը ցանկանում է պահպանել իր իշխանությունը, գործող իշխանությունը։ Կա քաղաքական ուժ, որը ուզում է փոխել այս իշխանությունը, կամ կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են փոխել։ Եվ կա նաև քաղաքական ուժ, որ ասում է մենք ուզում ենք ընդդիմության որակը փոխել։ Չենք ուզում իշխանափոխություն, բայց ուզում ենք ընդդիմափոխություն, սա իրենց ձևակերպումն է։ Ձեր պարագայում ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ մանդատի համար եք պայքարում։ Դուք իշխանություն եք ուզում, կարծես ոչ, դուք ընդդիմություն եք ուզում, չգիտեմ, թե ինչ եք ուզում։ Դա երևի մի քիչ մանիպուլյացիա կա ձեր ասացի մեջ, որովհետև մենք հստակ հայտարարել ենք դեռ մինչև քարոզարշավը սկսվելը, որ մեզ միանշանակ օր առաջ պետք է իշխանափոխություն երկրում եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը ամեն օր բերում է նոր արհավիրքներ Հայաստանի Հանրապետության համար, ստեղծում է նոր խնդիրներ, որոնք հետո սերունդները շատ ավելի դժվար են լուծելու։ Եվ մենք միանշանակ մաս ենք կազմելու իշխանափոխության Հայաստանի Հանրապետությունում, հեռացնելու ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Մնացած ուժերին, չգիտեմ, իրենք թող մեկնաբանեն իրենց ասածը, բայց մենք մասնակցում ենք այս ընտրություններին ֆրակցիա ձևավորելու ազգային ժողովում, որովհետև այս ընտրությունները ազգային ժողովի падգամավորների ընտրություններ են իրականում։ Մեր ժողովրդին հաճախ խաբում են մարդիկ, դիրքավորվելով որպես վարչապետներ, բայց այս ընտրությունները ազգային ժողով ձևավորելու մասին է։ Եվ մենք շատ պատրաստված կազմով ենք մասնակցում այս ընտրություններին, ձևավորելու պրոֆեսիոնալ ֆրակցիա, խմբակցություն, որը արդեն ազգային ժողովում կաշխատի, կպաշտպանի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների շահերը, օգտագործելով իր բոլոր միջազգային լծակները, իր կուտակած փորձը եւ իր կապերը։ Դա ավելի հեշտ չէր լինի, եթե օրինակ դուք ձեր առաջ նպատակ սահմանեիք իշխանափոխության հասնելու ձեր ձեռքերով եւ դուք լինեիք իշխանություն։ Դուք հրճակել եք որպես դասական քաղաքական ուժ ձեզ եւ այս պարագայում շատ տրամաբանական է եւ այդպես էլ պիտի լինի, որ դասական քաղաքական ուժի նպատակը պիտի լինի իշխանության գալը։ Դուք դա չեք ուզում։ Մենք դա ուզում ենք, մենք դա հրճակել ենք եւ մենք դա անելու ենք, բայց այս ընտրություններով ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն ազգային ժողովում չի լինելու եւ պիտի ձևավորվի կոալիցիոն կառավարություն եւ մենք տեսնում ենք, որ այդ կոալիցիոն կառավարությունում մենք կլինենք մաս, մենք կլինենք որոշիչ դեր խաղացող այդտեղ եւ մեր փորձը, գիտելիքները
կծառայեցնենք Հայաստանի Բայց Հանրապետությանը։ ո՞նց եք դուք պատկերացնում լինեք կոալիցիոն կառավարություն այն ուժերի հետ, որոնց մինչև ընտրությունները չկարողացաք համոզել մեկ ընդհանուր բևեռով գնալ կամ մեկ ընդհանուր բևեռով էլ չգնալ, գոնե ձեզ միավորել մի քանի ընդդիմադիր ուժերի, եթե դուք արդեն պլանավորել եք, որ կոալիցիոն կառավարություն կարող եք ձևավորել։ Ընդդիմադիր դաշտում կա այստեղ կարևորը երկու հանգամանք, հա, մեկի շուրջ կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է լինի վարչապետ, երկրի վարչապետ։ Հաջորդ հարցի շուրջ արդեն չկար կոնսենսուս, թե ով պիտի լինի վարչապետ։ Այդտեղ կային տարբեր ամբիցիաներ, երևի թե հա, մարդիկ տարբեր նպատակներ ունեին։ Այդտեղ չստացվեց, բայց դա մենք մեր համագումարի նույնիսկ մինչև այդ բանակցությունները արդեն հայտարարել ենք, որ մենք անպայման մասնակցելու ենք ընտրություններին։ Ինչ ֆորմատով մենք փորձեցինք անել առավելագույնը, որպեսզի ձևավորվի ընդդիմադիր մի մեծ բևեռ, որը ակնհայտորեն կունենար մեծ շանս հաղթելու Նիկոլ Փաշինյանին։ Բայց դա չստացվեց, բայց դա դեռ վերջը չէ, եւ ընտրություններից հետո արդեն կհասկանանք ինչ կազմունի ազգային ժողովը եւ այնտեղ մենք ամեն ինչ կանենք Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար, բայց նաեւ թույլ չենք տա, որպեսզի հին բարքերը վերադառնան։ Ձեր բանակցությունները հիմնական ընդդիմադիր դաշտում հիմնական խաղացողների հետ են եղել, այնպես չէ։ Այսինքն դուք նրանց պարագայում չեք գտել մեկ ընդհանուր կոնսենսուս նույն վարչապետ ունենալու շուրջ, այսինքն ամբիցիաները գերակշռել են։ Հիմա ամենայն հավանականությամբ սա փորձագիտական օրինակ ենթադրություն կամ եզրակացություն կարելի է համարել, որ ազգային ժողով կանցնեն հենց այդ հիմնական դերակատարները, որոնց հավանաբար դուք առաջարկել եք այդ միասնությունը։ Ոնց եք այդ նույն ուժերի հետ նախընտրականում չի ստացվել, հետընտրական process-ներում արդեն կոալիցիա եք պատրաստվում կազմել։ Թող բոլորը անցնեն ազգային ժողովում կխոսենք։ Այստեղ ցանկացած կոալիցիայի համագործակցության մարդիկ իրենց ամբիցիաները, բոլորի ամբիցիաները կբախվեն ընտրական իրողություններին։ Դա ինչ է նշանակում։ Ազգային ժողովը եւ ընտրությունները ցույց կտան։ Ի վերջո ժողովուրդը կորոշի ովքեր են լինելու ազգային ժողովում, ինչ կազմով, ինչ քանակով եւ այնտեղ արդեն կխոսենք։ Տեսեք, դուք ասում եք եւ ոչ միայն դուք եք դա ասում, որ այսօր որևէ ընդդիմադիր ուժ ունակ չէ միայնակ հաղթահարելու իշխանապողություն ունակ չի լինելու միայնակ ձևավորել կառավարություն։ Եկեք սա էլ ֆիքսենք։ Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու այնքան ձայն, որպեսզի նա միայնակ կարողանա ձևավորել իշխանություն։ Որտեղից ձեզ այդ բոլոր հարցումներից։ Էլի հարցումներից, իհարկե։ Բայց նաեւ ընդդիմադիր ուժերը Դրա համար դա արդյոք չի նշանակում, որ հանրության մեջ ընդդիմադիր ուժերի առաջ վերած օրակարգը այնքան էլ վստահելի չէ, որ իրենցից որևէ մեկը կամ բոլորը միասին կարողանան։ Գիտեք, նորմալ երկրներում սովորաբար ոչ մի քաղաքական ուժ 50+-ից ավել պիտի չունենա, եւ դա առողջ քաղաքական մթնոլորտ է, որովհետեւ դա բերում է լրացուցիչ մեկ շերտ փոխզսպումների մեխանիզմի։ Եթե միանձնյա իշխան, մենք հիմա ունենք միանձնյա իշխանություն, տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը եւ վարչապետ է, եւ ազգային ժողովի հրահանգիչն է, եւ Սահմանադրական դատարանի նախագահն է, եւ գլխավոր դատախազն է, եւ գլխավոր դատավորն է։ Եթե գործադիրի ղեկավարը կարողանում է SMS-ով իրեն փոխզսպելու համար ստեղծված իշխանության ճյուղի ղեկավարին, գլխին, ԲԴԽ նախագահին հեռացնել աշխատանքից, ուրեմն մենք ունենք լրջագույն խնդիր այստեղ։ Ուրեմն մեր մոտ որևէ կերպ չի գործում փոխզսպումների մեխանիզմը։ Եվ այս իրավիճակում մեզ օր առաջ պետք է իշխանապողություն, մեզ օր առաջ պետք է որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, եւ դրա համար կա հնարավորություն եւ մենք դա բաց չենք թողնելու։ Վարչապետի տեխնացու ինչու չէիք առաջադրում։ Այս փուլում, որովհետեւ կրկնելն է, հա, հիմա ազգային ժողովի ընտրություններն են։ Անցնենք ազգային ժողով, այնտեղ կխոսենք։ Այսինքն պետք է ուղղակի անցնենք ազգային ժողով։ Չէ, մեզ պետք է երկրում լինեն փոփոխություններ։ Դրա համար մեզ պետք է մանդատ։ Մեզ պետք է որպեսզի ժողովուրդը մեզ մանդատը երբ որ դուք ունեք իշխանություն, դուք կարողանաք այդ մանդատը իրագործել, որ երկրում լինեն փոփոխություններ, բայց եթե դուք ուղղակի մանդատներ ստանում եւ որպես падգամավոր գնում եք ազգային ժողով, դուք որպես ընդդիմություն ինչ կարող եք փոխել։ Մենք երկու գումարման ազգային ժողովում եղել ենք ընդդիմություն եւ երկու գումարման ազգային ժողովում էլ, եթե դուք հետևեք, վստահ եմ դուք հետևել եք եւ եթե նայեք այդ ժամանակ մեր գործունեությունը, կտեսնեք մենք օգտագործել ենք օրենքով հասանելիք բոլոր գործիքները ընդդիմության համար, մենք բերել ենք փոփոխություններ, մենք բերել ենք հանրությանը հուզող բոլոր խնդիրները ազգային ժողով եւ մեր բոլոր միջազգային կապեր եւ վերջում մենք հանդիսանում ենք եվրոպական ALDE կուսակցությունների խմբի անդամ եւ մենք այդ կապերն էլ օգտագործել ենք միջազգային բոլոր հարթակներում Հայաստանի շահը բարձրացնելու եւ պաշտպանելու համար։ Ձեր աշխատած այդ տարիների ընթացքում ինչ եք փոխել։ Ես երևի հիմա կդժվարանամ առաջին այսպես միանգամից այդ ասել, բայց բազմաթիվ խնդիրներ, որոնք ուզում էին քաղաքացիներին
մտել են ազգային ժողով մեր շնորհիվ, մենք երբեք չենք կտրել կապը քաղաքացիների հետ, ամբողջ ամառ երբ բոլոր падգամավորները գնում էին արձակուրդ, մենք գնում էինք մարզեր, գնում էինք գյուղ, հանդիպում էինք քաղաքացիներին, լսում էինք նրանց խնդիրները եւ այդ ամենը բերում էինք։ Եվ բյուջեի նախագծի ժամանակ էինք ներկայացնում մեր առաջարկները, որտեղ կար, չգիտեմ, ճանապարհի խնդիր, դպրոցի խնդիր, ջրատարի խնդիր, ոռոգման խնդիր, այդ ամեն ինչը որպես բյուջեի նախագիծ բերում ներկայացնում ենք։ Բացի դրանից բազմաթիվ օրենքների նախագծեր ենք բերել, իսկ հեղափոխությունից հետո արդեն մենք մի սկսած կառավարության կառուցվածքից, սկսած վեթինգի մեխանիզմից, սահմանադրական բարեփոխումների նախագծից, այդ ամենը մենք բերել ենք, բայց մենք քանի որ մեծամասնություն չենք, իսկ մեծամասնությունը այդ պահին շատ ինքնավստահ էր եւ բացարձակ որևէ փորձ չուներ, այդ բոլոր մեր առաջարկները մերժել են եւ այսօր մենք ունենք այն ինչ ունենք։ Եթե մենք ունենանք էլ ավելի շատ մտածներ, եթե գործող իշխանությունը շարունակի մնալ իշխանության ղեկին, այսինքն դուք ոչինչ չեք կարողանալ։ Մենք վստահ ենք, որ այս ընտրություններով կա հնարավորություն գործող իշխանությանը հեռացնել իշխանությունից եւ դրանից հետո մենք կլծվենք իրականացնելու այն բոլոր ծրագրերը, որոնք 15 թվականից ի վեր, երբ ստեղծվել է Լուսավոր Հայաստանը, մենք հռչակել ենք։ Դա փոխզսպումների մեխանիզմներով արժեքների վրա հիմնված եվրոպական մոդելի պետություն կառուցելն է եւ դրա համար բոլոր ծրագրերը մենք ունենք, դրանք մեր կայքեջում հրապարակված են տարիներ ի վեր, ուղղակի մեզ հիմա պետք է լծակ, մեզ պետք է հնարավորություն այդ ամենը կյանքի կոչելու։ Բայց այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, որովհետեւ այս ընտրությունները Հայաստանի լինել չլինելու, ինչպիսին լինելու մասին են։ Մենք այս ընտրություններում այդքան չենք կենտրոնացել նույն, չգիտեմ, ծրագրերի վրա, ճանապարհ կկառուցենք, թոշակները կբարձրացնենք, աշխատատեղեր կստեղծենք, որովհետեւ ինչի վրա եք կենտրոնացել։ Մեր ինքնության պահպանության։ Նիկոլ Փաշինյանի գործունեության ընթացքում այս վերջի տարիներին ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետություն դառնա արևմտյան Ադրբեջան։ Եվ սա բացարձակ չափազանցություն չէ։ Այդ կողմից մենք ունենք Ալիևին, որը հստակ հայտարարում է իր նպատակները։ Ընթացքում պարոն Գորգիսյան։ Այն պահից, երբ Արցախը հայաթափվեց, եւ դրանից հետո մինչև Արցախի հայաթափվելը մենք ունենք հայտարարած կարմիր գծեր, հա։ 21 թվականի ընտրությունները Նիկոլ Փաշինյանը ինչ էր հայտարարում։ Ընտրությունների գնալուց Շուշին հետ ենք բերելու, Հադրութը հետ ենք բերելու, Արցախահայության իրավունքները պաշտպանելու ենք, Հայաստանի սահմանները անձեռնմխելի են լինելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ենք, Միջանցք չենք տալու։ Միջանցք չենք տվել։ Միջանցք տվել ենք, եւ բոլոր նրանք, ովքեր ասում են Միջանցք չենք տվել, նրանք Մեղրիի որ հատվածը։ Թրիփ կոչվածը, դա Միջանցք է, ոչինչի դիմաց։ Ոչինչի դիմաց։ Այսինքն մենք այդ տարածքով չենք կարող անցնել, որովհետև դա արտատարածքային միջանցք է։ Այո, դա արտատարածքային միջանցք է լինելու եւ մենք չենք վերահսկելու այն։ Մենք կարող ենք այդ տարածքով գալ միգուցե, բայց դրա վերահսկողությունը մեր չի։ Տվել ենք թե տալու ենք։ Տվել ենք միջանցքը։ Բարեբախտաբար դեռ չենք տվել, բարեբախտաբար դեռ չենք տվել։ Նիկոլ Փաշինյանը ունի պայմանավորվածություն տալու, եթե նա մնա իշխանության, մենք միանշանակ տալու ենք, բայց մենք պնդում ենք, որ հնարավոր է այդ ամեն ինչը վերաբանակցել։ Իսկ ում ենք տվել միջանցքը, Միացյալ Նահանգներին։ Ոչ, Թուրքիան եւ Ադրբեջանին։ Միացյալ Նահանգները ընդհանրապես Հայաստան-ամերիկյան նախագիծ է թրիփը։ Ուրեմն վերադառնանք իրողություններին, հա։ Եթե դա լիներ Հայաստան-ամերիկյան նախագիծ, այդտեղ Ադրբեջանը ոչինչ անելիք չուներ եւ այդ թղթի տակ իր ստորագրությունը պիտի չլիներ։ Բայց կա թուղթ ստորագրած Հայաստանի, Ադրբեջանի միջև եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Ու նաեւ եթե մենք վերադառնում ենք այսօրվա իրողություններում, գլոբալ աշխարհում քաղաքականությունը եւ տարբեր երկրների կշիռները փոխվել են։ Այդ թվում Ամերիկայի, նրա հետաքրքրությունները տարածաշրջանում, նրա ուշադրությունը տարածաշրջանում այլ տեղեր են հիմա եւ այն միջանցքը, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տալ, ես վստահ եմ ոչ մի բանի դիմաց։ Միջանցքի պարտականությունը Հայաստանի Հանրապետության վրա եկել է։ Եթե ինչ-որ բանի դիմաց տար, այդ ժամանակ ձեզ համար ընդունելի կլիներ։ Ավարտեմ խոսքս։ Միջանցքի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ միջանցքը դա Արցախը հայկական պահելու, Արցախում հայ բնակչության լինելու, Լաչինի միջանցք ունենալու գինն էր։ Այն ժամանակ մեր կառավարությունը հրաժարվեց որևէ ձև այդ բանը միջանցքը քննարկել, այդ տարբերացում էր միջանցք չի լինելու եւ վերջ, բերեց նրան Արցախը հայաթափվեց։ Այսօր Արցախում վերացվում է հայկական ողջ մշակույթը, հայկական հետքը այնտեղ վերացվում է օրորի։ Ադրբեջանը շարունակում է առաջ տալ իր բոլոր պահանջները եւ մենք այդ ամեն ինչից հրաժարված հիմա տալիս ենք միջանցք։ Եթե չլինի, չէ՞ պաշտպանում։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի շահերը, մենք ասում ենք, եթե չկա Արցախ, չպիտի լինի միջանցք։ Կա հայկական Արցախ, որտեղ ապրում են հայեր, որտեղ հայ եկեղեցիներում հնչում է հայերեն աղոթք, հայերեն պատարակ, որտեղ հայկական դպրոցում երեխաները գնում եւ սովորում են հայերեն,
այդ դեպքում կարելի է քննարկել միջանցքի հարցը։ Եթե այդ ամեն ինչը չկա, միջանցք չպիտի լինի։ Չկա միջանցք, պարոն Գորգիսյան։ Հուսով եմ չլինի միջանցք, ես հուսով եմ դուք ճիշտ դուրս կգաք, բայց դա հնարավոր է մի տարբերակով Նիկոլ Փաշինյանի այս պահին դուք ասում եք մեղրիով տվել ենք, հետո հստակեցնում եք, որ դեռ չենք տվել։ Նախաստորագրված փաստաթղթերով Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է տալ։ Հիմա մնում է միայն քննարկել դետալները, կառուցելը եւ ամեն ինչը։ Գրված այդ Իհարկե փաստաթղթում։ կարծացել եմ։ Գրված չի իրավազորության, ինքնիշխանության, գրված է, բայց այդ ամեն ինչը մասին, գրված չի դրա վերահսկողության մասին որևէ բան չկա գրած, այսինքն հայր հետեղ լինելու են back office։ Ամբողջ տրամաբանությունը դրա գալիս է նորից ցեղասպանության տրամաբանությամբ իրականում, հա, ինչի մասն է եղել ցեղասպանությունը, որ թուրքերը չեն ուզում այդ տարածքում տեսնել հայ։ Ինչի մասն է Արցախի հայաթափումը, որ ադրբեջանցիները չեն ուզում այդ տարածքում տեսնել հայ։ Հիմա ինչի մասին է միջանցքը, որ Ադրբեջան ուզում է Թուրքիայի հետ ունենալ ուղիղ կապ եւ այդտեղ գնալ գալուց չտեսնել որևէ հայ։ Այս ամեն ինչը մի տրամաբանության մեջ է։ Եվ օր-օրի ամեն ինչ զիջելով մենք ի վերջո կորցնելու ենք մեր պետականությունը, որովհետեւ պետականությունը դա առաջին հերթին քո սեփական շահերը պաշտպանելու ունակություն է։ Եթե մենք դրանից զրկվում ենք, մենք ունենք խաղաղություն, չէ՞։ Մենք ունենք չկրակել սահմաններին, բայց մենք ունենք Ադրբեջանի դիրքեր Հայաստանի տարածքում։ Ինչքանով է դա խաղաղություն։ Չկրակելը ինչ է։ Հրադադար։ Չէ։ Հրադադար է։ Հրադադար չէ։ Խաղաղությունը նախաստորագրված են, դրանք ինչ են։ Նախաստորագրված են, բայց դրանք միանշանակ պետք է վերաբանակցվել։ Միքայել հետ գանք, հա, խաղաղությունը, վերաբանակցել ինչը։ Գնված փաստաթղթերը։ Այո, հերթով հիմա անել այսինքն։ Հերթով անդրադառնամ, հա, ձեր ասածներին։ Խաղաղությունը դա համակարգ է, դա թուղթ չէ։ Այսինքն, եթե դու խաղաղության համար չունես երաշխիքներ, դա ոչինչ է։ Ու եթե մենք իշխանությունը ինչ է հայտարարում, ասում են խաղաղությունը արդեն եկել է, ճիշտ է։ Եթե խաղաղությունը արդեն եկել է, Ադրբեջանը չպիտի շարունակեր իր մարտնչող հռետորաբանությունը։ Ադրբեջանը չպիտի Արցախում վերացներ հայկական հետքերը, իսկ նա շարունակում է վերացնել հայկական հետքը։ Նրա հաջորդ պահանջը 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցնում է Հայաստանում։ Նրա հաջորդ պահանջը այսպես կոչված անկլավների ուզումն է, բայց նրանք որևէ փաստաթուղթ չունեն ապացուցելու, որ իրենք ունեն անկլավ Հայաստանի Հանրապետությունում։ Չեմ հանդիպել, Ալիևը խոսել է ձեր ասած թեզերի մասին, թե չէ։ Ալիևը իր ասած որևէ թեզից հետ չի կանգնել։ Չէ, ասում եմ, ասել է դրա մասին, վերջին մի քանի ամսում։ Բոլոր ասածները ուժի մեջ են, քան դեռ նա չի ասել, չկներեք։ Ադրբեջանը մինչև այսօր Հայաստանի Հանրապետություն իր տարածքով չի ճանաչել։ Ինչպես կարող է լինել խաղաղություն, եթե քո հակառակորդը թշնամի համաձայնվել են Ալմաթիով իրենց սահմանազատում իրականացնել, երբ որ մեր պետության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանին ճանաչում է X քառակուսի կիլոմետր տարածքով, դրա դիմաց ակնկալվում էր, եթե մենք գնում ենք խաղաղության, որ պիտի նմանատիպ հայտարարություն լինի, բայց նախաստորագրել են, դա արդեն դա չի նշանակում։ Դա չի նշանակում։ Դա նշանակում է հետևյալը. կլինի խաղաղություն, այն պայմաններով, որը կթելադրի Ադրբեջանը, դե եկեք սա ստորագրենք, հիմա կբերենք քարտեզը։ Ադրբեջանը, հիշեցնեմ ձեզ, իր սահմանադրությամբ իրեն համարում է առաջին հանրապետության իրավահաջորդ։ Իսկ առաջին հանրապետության իրենց տեսլականում, երազանքներում, իրենց տարածքի մեջ են եղել, իրենք այդպես են պատկերացրել, Գեղարքունիքի մի մասը, Սյունիքը ամբողջությամբ, էլ չգիտեմ, Վայոց ձորը մասամբ, հասկանում եք, երբ որ բայց այստեղ մի փոքրիկ երբ որ մենք կներեք, եթե չկա կողմերը հիմա ներկայում Հայաստանն ու Ադրբեջանը նույնիսկ ձեր ասելու պարագային, որ ինքը 18 թվականի իր սահմաններն է ճանաչում, կողմերը Հայաստանն ու Ադրբեջանը փաստաթուղթը նախաստորագրել են խորհրդային միության տարածքով, Ալմաթիի հռչակագրով, ու ինչ հասել է այդ պայմանավորվածությամբ են որևէ փաստաթուղթ ստորագրել։ Ձեր ասած, դուք հենց հիմա հանդես է գալիս որպես Ադրբեջանի պաշտպան։ Ես ցավով եմ սա նշում, բայց Ադրբեջանը կարող է ինչ-որ ձև իրեն արդարացնել։ Կարող է Ադրբեջանը այդ ամեն ինչի մասին խոսալ, բայց նա չի խոսում, որովհետև նա քայլ առ քայլ գնում է իր ուզածին։ Իսկ իր ուզածը այս տարածաշրջանում այսպես կոչված failed state, ձախողված պետություն ունենալն է։ Պետություն, որը ոչինչի ունակ չէ, որը չունի ողնաշար, որը չի կարող իր շահերը առաջ տանել, որը ոչինչի մասին է, հասկանում եք, նրանց նպատակը Հայաստանի բովանդակությունից զրկելն է։ Ու նրանք քայլ առ քայլ գնում են։ Ու մեր կողմում Հայաստանի Հանրապետությունը մենք չունենք մեկը, որ կանգնի ասի չեղավ։ Սա մեր կարմիր գիծն է, սրանից այն կողմ անհնար է։ Ճիշտ եմ հիշում, դուք ասացիք, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը վերածեն արևմտյան Ադրբեջանի, ճիշտ եմ հիշում ձևակերպումը։ Երբվանից։ Ո՞ր թվականից է դա։ 21 թվականի ընտրություններից ի վեր նրանք ունեին ծրագիր, կրկնեմ, Հայաստանը պաշտպանելու եւ Արցախը պաշտպանելու։ Այդ ժամանակ պարոն Մարուկյանը աշխատում էր Նիկոլ Քանի դեռ Փաշինյանի, պարոն Մարուկյանը աշխատում էր հատուկ հանձնարարություններով դեսպան, նա պաշտպանում էր այդ օրակարգը։ Այդտեղ էր աշխատում, որ պաշտպաներ ինչը։ Օրակարգը։ Ո՞ր օրակարգը։ Արցախի հայկական մնալու,
Բայց դուք նոր ասում եք Արևմտյան Ադրբեջանի էր տանում վերածելու Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ գործ ուներ իշխանության հետ Փաշինյանը հրաժարվեց այդ կետերից, ես կարող եք հենց հիմա բացել եւ նայել նրանց 21 թվականի նախընտրական ծրագիրը։ Այնտեղ ինչ էր գրված. հայկական Արցախ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, արցախցիների վերադարձի, այդպես չէ, արցախցիների իրավունքների պաշտպանություն։ Այս 3 կետի համար մենք պատրաստ ենք համագործակցել նույնիսկ սատանայի հետ, որովհետև Արցախը պիտի մնար հայկական, հասկանում եք, եւ Էդմոն Մարուկյանը գնացել էր պաշտպանելու։ Եվ մենք այդպես չէր։ Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց զիջել բոլոր կետերը, Նիկոլ Փաշինյանին հանդիպեց Էդմոն Մարուկյանը եւ ներկայացրեց իր հրաժարականի դիմումը, որովհետև մենք այնտեղ ենք գաղափարի համար։ Էդմոն Մարուկյանին երբեք պաշտոն պետք չի եղել, նա գնացել էր ծառայելու Հայաստանի Հանրապետության։ Երբ որ պատերազմում եք, դու չես նայում քո վարչապետով է, նախագահով է, վերցնում ես զենքը եւ գնում կռվելու։ Մենք պատերազմի դաշտում պարտվել ենք եւ հիմա պատերազմը դիվանագիտական դաշտում է եւ այդտեղ Էդմոն Մարուկյանը գնացել էր պաշտպանելու հայկական շահերը։ Եվ մի բանի վրա էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ, այն պահից հետո ինչ Էդմոն Մարուկյանը հրաժարական է տվել, Հայաստանի կողմից որևէ հակադարձում Ադրբեջանի հնչեցրած թեզերին չի լինում։ Հակառակը, Ադրբեջանի հնչեցրած թեզերը գալիս sense փափուկ ուժի բոլոր կանոնների համաձայն մտնում են մեր օրակարգ եւ մինչեւ իսկ վարչապետի բերանով, ազգային ժողովի նախագահի բերանով, չգիտեմ, իշխանական ողջ վերնախավի բերանով այդ թեզերը դառնում են մերօրյա քննարկման թեմա, մերօրյա ճշմարտություններ։ Եվ այդ ամենը վերում է մի բանի, որ Հայաստանը իր բովանդակությունից զրկվում է։ Հայաստանը կորցնում է իր մշակութային հենքը։ Հայաստանը ինչի մասին է։ Հայաստանը ինչու մենք ունենք ընդհանրապես պետություն, հա։ Հայ ժողովուրդ ունի պետություն, որովհետև մեր պապերը, մեր նախնիները ունեցել են երազանքը։ 700 տարի, 1000 տարի պետականություն չունենալու այդ ամբողջ փուլում մեր պապերը պահել են այդ երազանքը։ Եվ բոլոր այն պահերին, երբ քաղաքական իրավիճակը համաշխարհային այնպեսին է եղել, որ կարողացել ենք մենք դա կյանքի կոչել, օգտվել, 18 թվականին մենք արել ենք դա։ Հետո եղել է խորհրդային ժամանակահատվածը։ Այդ ժամանակում մենք զարգացել ենք ինչքան կարող ենք։ Ձևավորվել է մի էլիտա, որը 88-ին նույնիսկ ավելի շուտ, որ ԱՄԿ-ի ստեղծմամբ 67 թվականին ստեղծել է շարժում Հայաստանի անկախացման։ Եվ ի վերջո մենք ստեղծել ենք անկախություն։ Բայց այդ պետությունը ուներ բովանդակություն, դա հայկական պետություն էր, որտեղ հայ մշակույթն է զարգանում, հայ մշակույթն է պահպանվում։ Դուք ասացիք, դուք նկատի ունեմ թիմը չեք բացելու շտաբեր, այսինքն տարածքայիներում չեք ունենալու, իրականացնելու եք վիրտուալ կամ առցանց քարոզչություն, նախ պիտի բացեք, հասկանանք դա ինչ է եւ ինչու եք սոցցանցերով։ Դուք ասացիք, որ այս տարիների ընթացքում պարբերաբար հանդիպել եք քաղաքացիներին, այսինքն խնդիր չունեք հանդիպելու, զրուցելու մարդկանց հետ, բայց նախընտրում եք դա իրականացնել ինտերնետ տիրույթում։ Կնեք, մի քիչ տարընկալում կա, մենք շտաբեր չենք բացելու, բայց դա չի նշանակում, որ մարդիկ մեզ չեն տեսնելու իրենց գյուղերում, քաղաքներում եւ մնացած տեղերում։ Մենք արդյունավետ կառավարման վառ օրինակներ ունենք եւ դա հենց մեր քարոզարշավն է։ Եթե նախորդ ընտրությունների բոլոր փորձը համատեք, մենք ամենակիչ փողն ենք ծախսել մեկ ձայնին, այսպես բաժին ընկնող, եթե այդպես դիտարկենք, հա։ Մենք չենք ունենալու շտաբեր, որովհետև դրանք անիմաստ ծախսեր են։ Շտաբեր կարող են իրենք թույլ տալ կուսակցություններ, որոնք ունեն միլիարդավոր դոլարներ։ Մենք դա չունենք։ Մենք smart մոդելով ենք աշխատում, այսինքն հնարավորինս քիչ ներդրման դիմաց, հնարավորինս շատ արդյունք։ Նիկոլ Փաշինյանի ժամանակին մեղադրում էին Facebook-ով երկիրը կառավարելու մեջ, հիմա էլ դուք քարոզարշավ եք անելու, Facebook-ով քարոզարշավը չի լինելու։ Մենք մեր կառավարումը քարոզարշավի իրականացնելու ենք նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Մենք եթե ունենք 10 հոգի, դուք քարոզարշավ տեսել եք վստահաբար, չէ՞։ Մենք ունենք մարդիկ տարբեր տեղեր։ 21 թվականի մեր քարոզարշավը նմանատիպ է եղել։ Մենք շտաբեր չենք ունեցել։ Մենք 3 գրասենյակ ենք ունեցել ամբողջ հանրապետությունով մեկ։ Բայց մենք հասցրել ենք այդ կարճ ժամանակում, որովհետև դա արտահերթ ընտրություններ եւ սահմանափակ էր շատ ժամանակը, բոլոր մարզերի բոլոր քաղաքներում լինել։ Դա ճիշտ պլանավորման, ճիշտ կառավարման արդյունքն է, ինչի փորձը մենք ունենք եւ այս անգամ էլ այդպես ենք անելու։ Facebook-յան տիրույթում իհարկե կլինեն մեր տեսանյութերը, մեր ուղերձները, ամեն ինչ մեզանից կլինի, բայց խոսքը գնում է կառավարման մասին։ Մեզ Գորիսում հանդիպում կազմակերպելու համար պետք չէ այնտեղ շտաբ ունենալ եւ 15 հոգի մարդ պարապ ամբողջ օրը նստած սպասի մեզ, որ ամիսը մի օր գալու ենք այնտեղ։ Մենք գումարները ունենք սահմանափակ եւ դրանք օգտագործում ենք խելամիտ։ Հնարավորինս քիչ ռեսուրսով ստանալ հնարավորինս մեծ արդյունք։ Դա մեր կառավարման մոդելն է եւ մենք
հույս ունեմ կկարողանանք նաև այդ մոդելը բերել մեր պետության կառավարման։ Լավ, ձեր նախընտրական ծրագիրը ես չեմ կարողացել գտնել։ Դուք ասում եք, որ կհաղթահարեք կանցողիկ շեմը, դեռ ավելի մեծ շատ ձայներ կունենաք, կլինեք ընդդիմադիրների դիրքերում եւ որոշակի փոփոխություններ կբերեք, բայց ուր է ձեր ծրագիրը որպես ընդդիմություն։ Ինչ եք խոստանում։ 2015 թվականին, երբ մենք ստեղծեցինք Լուսավոր Հայաստանը, մեր ծրագրերը հրապարակեցինք, նպատակները հրապարակեցինք եւ դրանք բոլորը արդիական են, բայց այսօր մենք չենք կարող խոսել։ Հին ծրագրով եք գնալու։ Հին ծրագրերի մասին եք խոսելու, դրանք եք խոստանալու քաղաքացիներին։ Մենք եվրոպական մոդել կառուցելու մասին եւ այսօր ունենք այն ինչ ունենք մեկ անձի իշխանություն, որը ամեն ինչը եւ իր մի հեռախոսազանգով լուծում է ցանկացած հարց Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ոչ մի գործող ինստիտուտ չկա, այո, մեր բոլոր ծրագրերը արդիական են։ Եվ մենք այսօր չենք կարող խոսել այդ ամեն ինչի մասին, քանի երկրի հիմքերը, կասկում եք ոնց որ երկրի տան շենքի հիմքերը քանդում են, բուլդոզերով այսպես քանդում են։ Մենք հիմա խոսենք բալկոնի պատուհանները կանաչ են ներկելու թե կարմիր։ Տանիքը ծաղիկներ կդնենք տանիքի վրա գեղեցիկ կլինի թե չէ։ Եթե հիմքերը քանդում են, առաջին հերթին պիտի հիմքերը հիմնենք, հետո մնացած բոլոր ծրագրերը իրականացնենք։ Տարբեր քաղաքական ուժեր, մեկը խոստանում է 300,000 աշխատատեղ, մեկը խոստանում է, որ ծայրահեղ աղքատության հիմնադրամ կամ ֆոնդ է բացելու, որ մարդկանց վճարի հետագայում։ Մյուսը խոստանում է անվճար սարքել բուհական կրթությունը եւ այսպես շարունակ։ Մյուսը խոստանում է Արցախում կար շատ լավ պահավորված հիվանդանոց։ Թողեք ավարտեմ միտքս։ Արցախում կային շատ լավ ճանապարհներ։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության օրոք Արցախում միլիարդավոր դրամների ներդրումներ է արել։ Եվ հետո այդ ամեն ինչը հանձնել է Ադրբեջանին։ Եթե մենք մեր անվտանգային պետության հիմքերը պահպանելու, մեր ինքնությունը պահպանելու խնդիրը չենք լուծում, էական չի, քանի աշխատատեղ կստեղծվի բուհերը, ինչ կլինեն այդ բուհերում վաղը մենք ենք սովորելու թե ադրբեջանցիները։ Այդ 300,000 աշխատատեղերը ովքեր են աշխատելու։ Այս հարցերը մի հատ մենք պիտի առաջի հերթին անդրադառնանք, որովհետև եթե մենք չենք կանխում, ունենաք կետեր պիտի ունենաք դրա համար, որտեղ են այդ կետերը ձեր ասած ինքնությունը պահպանելու համար, որոնք են։ Խնդրում եմ, մտեք մեր կայք, նայեք, ինքնությունը պահպանելու համար հիմունքները ես արդեն ասացի, դրանք ծրագիր չեն, հասկանում եք։ Եթե դոկտրին Դոկտրինը հետևյալն է. համերաշխություն սերունդների մեջ, համերաշխություն նախնիների, ներկաների եւ ապագաների համար։ Ինչ է սա նշանակում։ Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է մի քանի շերտերի, պատմական եւ մշակութային շերտերի հիման վրա, հա, ցեղասպանությունից գաղթած հայեր, որոնք ստեղծեցին առաջին հանրապետությունը պայքարի արյան գնով։ Հետո եղավ խորհրդային իշխանությունը։ Այդ ժամանակ նույնպես մարդիկ չդադարեցին երազել ունենալու պետություն։ Այսօրվա կառավարությունը ուրանում է ցեղասպանությունը։ Մենք ունենք այդ պետությունն այսօր։ Ունենք, իհարկե ունենք, բայց ես երբեք չէի մտածում, որ 88-ի այդ պայքարից հետո, երբ մարդիկ երազում էին ու վերջապես 91-ին մենք ունեցանք անկախություն, 30 տարի անց մենք կարող ենք մտածենք, որ միգուցե կորցնենք այս պետությունը, այս պետականությունը։ Բայց մենք այսօր ցավոք սրտի կանգնացինք այդ վտանգի առաջ, եւ ես այդ մտավախությունը իրոք ունեմ, եւ ես ամեն օր քնելուց առաջ մտածում եմ ինչ է պետք անել, ինչ է կարելի անել, որ այս ընթացքը, որով մեզ կառավարություն տանում է ուղիղ անդունդը, ուղիղ կործանում, մի կերպ փոխենք։ Բոլորը ծովիստով Հայաստանի մասին երազեն ու դրա մասին խոսեն, բնականաբար մեր ներկա պետությունը մենք չենք էլ կարողանալու ունենալ հետագայում։ Այսպես ասենք, ծովիստով Հայաստանի մասին խոսացող միակ ուժը Նիկոլ Փաշինյանն է եղել։ Նա կառավարության իշխանության գալուց ի վեր սկսեց խոսել Սևրի պայմանագրից։ Դրանով իսկ բերելով տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Հետո ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ, դրանով իսկ փակուղի մցնելով բանակցությունները Արցախի։ Հետո Տավուշում ինչ որ հրահրեցին ռազմական գործողություն եւ դրանից հետո ինչ հայտարարվեց, մեր հետ զենքի լեզվով խոսել անհնար է։ Այդպես նույնիսկ ատոմային գերտերությունները չեն հայտարարում, հա։ Այդ ամեն ինչի արդյունքում մենք կորցնում ենք գնդեթե ամեն ինչ։ Եթե այս երկրում կա մի մարտատենչ արկածախնդիր քաղաքական ուժ, դա ասում է ես ինքնահայեցում եմ արել եւ ընդունում եմ, որ ես ունեմ այսքանը, եւ այդքանը պիտի պաշտպանեմ, առանց այս կողմ, բայց իրենք չեն պաշտպանում։ Իրենք այդքանը կործանում են ամեն օր իրենց քայլերով, ամփոփելով։ Հայաստանի Հանրապետության ինքնությունը վտանգված է։ Հայաստանի Հանրապետությունում այսօր հայկականությունը վտանգված է ցավոք սրտի։ Մեր իշխանությունները վերածվել են ոչ թե մեր սրբությունները եւ պետական շահերը պաշտպանողների, այլ դրանց դեմ պայքարողների, Ադրբեջանի նպատակները իրականացնողների։ Եվ այս ամենի դեմը պետք է առնել, եւ դրա հնարավորությունը կա առաջիկա ընտրություններում հունիսի 7-ին, եւ
ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրություններին եւ թույլ չտան, որպեսզի առանց իրանց որոշվի Հայաստանի ճակատագիրը, եւ լուսավոր Հայաստանը այն ուժն է, որը պատրաստ է մտնել ազգային ժողով եւ այն բոլոր հարցերը, որի մասին ես այսօր խոսեցի, պաշտպանել, առաջ տանել եւ Հայաստանի պետականությունը ուժեղացնել, ներդնելով այն բոլոր գիտելիքներուն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Գևորգ Գորգիսյանն էր։ Կհանդիպենք։